Ռոբերտ Քոչարյանը որպես կանոն միշտ մեր երկրի համար ծանր իրավիճակներում փորձում ավելի սրի վտանգները, որոնք շատ դեպքերում չեն արդարանում, դա իր քաղաքականությունն է, որտեղ ինքը իրան թվում է, որ իրենից բացի ոչ ոք ոչինչ չի հասկանում, վերջերս էլ հայտարարեց, որ իր գիտելիքները, այդ գիտելիքները այնքան բարդ են, այնքան լավն են, որ ինքը իրանից բացի ոչ ոք չի կարող կառավարել տարածաշրջանը, սա իմիջիալոց իր բանով եմ ասում։ Եվ երկիրը այս վիճակից դուրս բերել, որտեղ ինքը արդեն տնտեսական գիտելիքներով աշտված, չբացատրելով թե ինչ միջոցների տնօրինման բան է դարձել, հա, հնարավորություն է ձեռք բերել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ հարցերը կանդրադառնան դրան, եւ մենք խոսենք դրա մասին։ Այո, տարածաշրջանը գտնվում է հեռավար հրթիռակոծությունների միջավայրում, իհարկե Հայաստանը այս պահի դրությամբ այդ վտանգներից դուրս է, բայց մենք տեսանք, որ նաև անօդաչուներ հարված հասցվեց անօդաչուների միջոցով Նախիջևանի ուղղությամբ, որը բնականաբար մտահոգելու մեծ տեղատալ է, որտեղ հարվածները, գործողությունները վերջին հաշվով մեր հարևան տարածքներում է տեղի ունենում, եւ մենք էլ պետք է պատրաստ լինենք, շատ դեպքերում հասկանանք, թե որ հարվածը ինչի համար եւ որտեղից է։ Ունես որ Ռոբերտ Քոչարյանին հիմա հանգիստ թողնենք, թող ինքը իր մտահոգությունները շարունակի շարադրել եւ մի հարցի էլ մի օր թող փորձի պատասխանի, այնուամենայնիվ մեղրի երկաթգիծը ինչի քանդեց։